Ջերմ բարևներս բոլորիդ սիրելիներ, հուսով եմ, որ դուք լավ եք ու ամեն ինչ ձեզ մոտ կարգին է, մեզ մոտ էլ ամեն ինչ նորմալ է եւ այսօր մի տեսանյութ եմ նկարում, որի վերաբերյալ ինձ հարցրել եք դեռ մի որոշ ժամանակ առաջ, սակայն այս տեղափոխության հետ կապված ոչ մի կերպ ինձ մոտ չէր ստացվում նկարելը ու այսօր ճիշտ ժամանակն է ձեր հարցին պատասխանեմ։ Հարցը վերաբերվում է աշխատանքին, Բելգիայում աշխատանքին, ինչ առավելություններ կան, երբ որ աշխատում ես, ընդհանրապես դժվար է աշխատելը, հեշտ է աշխատելը եւ ընդհանրապես որքան է կազմում աշխատավարձը ու ծախսերը ամենակարևորը։ Խոստացել եմ այդ հարցին մանրամասն պատասխանեմ, որովհետեւ ինչպես տեսնում եք, հարցը բավականին ծավալուն է ու ինձ թվում է շատերին հետաքրքիր է։ Ընդհանուր առմամբ Բելգիայում աշխատելը իհարկե ունի իր առավելությունները, շատ առավելություն ունի, եթե աշխատում ես ու կոնկրետ շատ կարևոր է նաև թե ինչ պայմանագիր ունես, պայմանագրի տեսակն էլ է շատ կարևոր, ընդհանրապես աշխատանք գտնելը բավականին դժվար է Բելգիայում, բայց եթե ունես աշխատանք, ուրեմն շատ լավ է։ Ուրեմն շատ լավ է։ Նախ եկեք սկսենք երևի ամենակարևոր հարցից, թե որքան է կազմում մինիմում աշխատավարձը Բելգիայում։ 2025 թվականի փետրվարի 1-ից մինիմում աշխատավարձը կազմում է 2111 եվրո եւ 89 ցենտ։ Սա կեղտոտ աշխատավարձն է, առանց հարկերը ու սոցիալական ծախսերը հանելու։ Երբ որ հարկեր, սոցիալական ծախսերը ամեն ինչը հանում են, մինիմում աշխատավարձը կազմում է 1897 եվրո եւ 89 սենտիմ։ Սա մաքուր աշխատավարձն է, սիրելի բարեկամներ, ժամավճարով ստացվում է 12 եվրո եւ 82 սենտիմ։ Բելգիայում 38 ժամ է սահմանված, մեկ շաբաթ աշխատանքային այդ շաբաթը 38 ժամ է, 9 ժամ աշխատանքային մեկ օրվա տևողությունը, հա, 9 ժամ։ Սովորաբար ընդմիջման համար ժամանակը շատ երկար չի լինում, այնպես չի որ պարտադիր 1 ժամ պետքա գնաս ընդմիջման, չէ, կարա 15 րոպե լինի, կարա 30 րոպե լինի, շատ հազվագյուտ կլինի, որ այդպես 1 ժամ կունենաք ընդմիջման ժամ, դա հիմնականում լինում է պետական տեղերում, եթե աշխատում եք, իսկ եթե մասնավոր հատվածներում եք աշխատում, կարա լինի 15 րոպե, 20 րոպե, 30 րոպե, նույնիսկ օրինակ, գիտեք, ես աշխատում եի, մեր մոտ ժամանակ նախատեսված էր 30 րոպե, բայց այդ 30 րոպեն շատ ժամանակ է եղել, որ ես ընդհանրապես չեմ կարողացել ընդմիջման գնամ, որովհետև եթե դուք ունեք հաճախորդ, ես չունեի փոխարինող որևէ մեկին, որ գա այդ ժամանակ, ինչ որ մեկը գա, դու գնաս ընդմիջում անես, գաս եւ այլն, ընտրում ենք ու կոնկրետ ժամ էլ չունեմ չունեի ընդմիջման համար, այսինքն ստացվում էր կարող եմ ուտել այն ժամին, երբ որ հաճախորդ չունեմ, արագ ինչ որ մի բան, բայց այդ ժամանակ կարա հեռախոսը զնգա, կարա ինչ որ մեկ ուրիշը գա, դրսից ինչ որ հարց տա, ինչ որ փողոցն է փնտրում մեկը, այսինչ ու դու ստացվում է, որ դու չես էլ հասցնում այդ օրը ընդմիջում անես, դա եւս ստացվում է, դա եւս հնարավոր է, այնպես չի որ 30 րոպե ես ունեմ ընդմիջման ժամանակ, դուրը փակում եմ ու գնում եմ։ Նայած որտեղ եք բնականաբար աշխատում, նայած ինչ տարբերակներ ունեք, եթե գոլեգաներ ունեք, մենակ չեք տարածքում, բնականաբար դա հնարավոր կլինի կազմակերպել, բայց կոնկրետ իմ ժամանակ, իմ աշխատանքի ժամանակ ես չունեի գոլեգա, ով տեր, այդպես նախ ինքը գնար, հետո ես գնայի, ես մենակ էի իմ հերթափոխի ժամանակ աշխատում։ Սա այսպես իմ թանկագին բարեկամներ, սա էլ աշխատանքի վերաբերյալ ասեմ։ Բելգիայում շատ ընդունված է, գրեթե բոլոր կազմակերպությունները, բոլոր տեղերը գրեթե ունեն չեք ռեպա ենք ասում մենք, սննդի համար նախատեսված որոշակի գումար են ձեզ տրամադրում, ոչ թե գումարը արձեռն գումար են տալիս, այլ կտրոնա կոչվում, բայց հիմա էլեկտրոնային քարտերի, բանկային քարտերի նման է ինքը շատ, որոշակի գումար, այսինքն ամսվա կտրվածքով օրը նայած տեղ 5 եվրոից մինչև 8-9 եվրո կարա հասնի այդ չեք ռեպայի գումարը, քո ընդմիջման համար նախատեսված գումարն է դա, որ ամսվա վերջում այդպես ամեն օրվա կտրվածքով հաշվում են, ամսվա վերջում էլի մի օր
դու ենթադրենք ինչքան ա եկել 150-160 եվրո եկել ա նստելը դու դա կարող ես ծախսել ռեստորաններ կան որ իսկ գրեթե բոլոր ռեստորանները բոլոր արագ սննդի կետերը մի քանի կազմակերպություն կա որոնք ընդունում են այդ չեկ ղպաները դու իրանցից կարող ես քո ընդմիջման համար ինչ որ նախատեսել ես գնես իրենցից կամ նաև խանութից կարող ես գնալ ու գնումներ անել սնունդ միայն ուրիշ բանի վրա չես կարող ծախսել այդ գումարը աշխատում ես Բելգիայում ունեն նաև շատ հետաքրքիր կետ կա աշխատողների համար ունես նաև 13-րդ աշխատավարձը շատ տեղեր գիտեմ Հայաստանում էլ կա պետական տեղերում լինում է բայց ոչ բոլոր տեղերում ինչքանով որ գիտեմ եւ մասնավոր տեղերն էլ էլի ոչ բոլոր տեղերը բայց Բելգիայում մի քիչ ընդունված է Չգիտեմ, ես որտեղ որ միշտ աշխատել եմ, միշտ ունեցել ենք 13-րդ աշխատավարձ հասկացությունը։ Ինչպես նաև այն հատվածներն որտեղ որ աշխատում ես, այն ոլորտում որտեղ որ աշխատում ես, նաև ունենում ես զեղչեր։ Եթե խանութում ես աշխատում, այդ խանութից օգտվելու զեղչեր կունենաս, որտեղ որ աշխատում ես, եթե մասնավոր սեկտոր, ցանցային սեկտոր հատկապես, անպայման զեղչեր կունենաս։ Սա այսքանը ինչ վերաբերվում է աշխատելուն, աշխատավարձին։ Եթե տան ընտանիքում աշխատող պետք է լինի մի հոգի, բնականաբար այս գումարը 1897 եվրո 89 ցենտը, երբ որ ձեզ արձեռն տան, ու դուք չունեք բնակարան, բնականաբար վարձով եք ապրում, այստեղ արդեն հիմա կսկսենք հաշվարկը, հա մոտավորապես ձեզ ինչքան հարկավոր կլինի ծախսերը։ Վարձը բավականին բարձր է, թանկացել են այս վերջին ժամանակներս, նայած էլի կախված թե որտեղ եք ցանկանում վարձակալել, եթե քաղաքի կենտրոններում ա լինելու, մեծ քաղաքներում ա լինելու, Բրյուսելում ա լինելու, մոտավորապես նախատեսեք մեկ սենյականոցը 900-ից 1100 եվրոյի կարգի, կարող է մի քիչ ավելի շատ կարողանաք, ես միջին գներն եմ ասում։ Մեր կողմերը էլի մոտ 800-900 եվրոյի կարգի կլինի մեկ սենյականոց բնակարան վարձելու համար։ Ընդհանուր առմամբ ձեզ հարկավոր կլինի բնականաբար երևի թե ինտերնետի ամսվական վճարը կազմում է 50 եվրո, էլի պլյուս մինուս կարող է մեկ ուրիշ ֆորնիսորից վերցնեք, մի քիչ լինի, մի քիչ ավել լինի կամ արագ ինտերնետ ուզենաք, ավելի մի քիչ շատ լինի, մի խոսքով, ես էլի միջին գներն եմ ասում, հեռախոսի համար ամսական երևի թե ձեզ հարկավոր կլինի 2 հեռախոս, նկատի ունեմ ձեզ և ամուսիններով, 2 հեռախոս, որպեսզի լինի, մեկը կնոջ մոտ, մեկը տղամարդու մոտ, ամուսնու մոտ, մոտավորապես էլի 30 եվրոյի կարգի կգա հեռախոսի վճարը, էլի ամենակչով եմ հաշվում կամ քիչից մի քիչ ավել։ Վճարները լույս, ջուր և գազ։ Գազ ոչ բոլոր բնակարանները ունեն, այնպես որ գազի համար կարող եք շատ չանհանգստանալ, այլ լույսն ու բայց եթե գազ չունեք, կարող ունենաք, ասենք, կենտրոնացված ջեռուցում ձմեռը տաքացնելու համար տարբեր տարբերակներ կան, կամ էլեկտրական վառարաններ են մարդիկ օգտագործում, կամ կենտրոնացած ջեռոցում, դա մազութ են օգտագործում, կամ էլ երրորդ տարբերակը փայտի վառարաններ են մարդիկ օգտագործում, եթե հիմնականում գյուղում մեծ տներ են, հիմնականում իրանք օգտագործում են փայտի վառարաններ, որովհետև հակառակ դեպքում տունը տաքացնելը շատ դժվար է եւ փայտի վառարանով ավելի մաչելի է լինում տունը տաքացնելը, այդ ժամանակ փայտ պետք կլինի գնել։ Տան տաքացնելու համար ջեռուցումը, որպեսզի գիտեք դա ես մեր հաշվարկով ասեմ, քանի որ մեր կենտրոնացված է, մենք ամբողջ տարին վճարում ենք առանձին գումար, ոնց որ կողքի ենք դնում 100 եվրոյի կարգի, 100 եվրոյից մի քիչ 90 կարծեմ, 80 կամ 90 եվրո։ Ամեն ամիս մենք այդ գումարը կողքի ենք դնում ու որքան որ կծախսենք այդ ջեռուցման ընթացքում մնացած մինուսը մենք ավելացնում ենք, որովհետև երբ որ գալիս են տարվա հաշվարկը անելու, պետք է միանգամից վճարես այդ գումարը, ու որպեսզի մեծ գումար չկազմի, այդ տարվա
կտրվածքով 12 ամիսների ընթացքում այդ գումարը հավաքվում է ու ավելացնում ենք այն ինչը որ ծախսում ենք, իսկ սովորաբար ձմեռը երկար է լինում Բելգիայում, ցուրտ օրերը ավելի ճիշտ կարելի է ասել, ու ջեռուցում հարկավոր ասկիսել ավելի շուտ ենք սկսում ու ավելի երկար ենք ջեռուցում, նամանավանդ այս վերջին տարիներում մի փոքր ավելի ցուրտ է, դրա համար մի քիչ շատ է ծախսվում, իսկ եթե չծախսեք, բնականաբար այդ գումարից հետ կստանաք։ Լույսի համար մոտավորապես ամսական ծախսում ենք 70 եվրոյի կարգի մեր փոքր բնակարանում և ջուրը մոտավորապես 80 եվրո ենք վճարում 3 ամսվա համար։ Սա մեր ջուր, լուզ, գազի ծախսերը։ Սնունդի համար բնականաբար, եթե միրգ, բանջարեղեն ու մսեղեն, ես մոտավորապես իմ ծախսը հետևյալն է լինում, եկեք հաշվենք շաբաթական 150 եվրո ամենաքիչը, որովհետև շաբաթկա ես կարող գնամ խանութ, շատ գնեմ, հետո օրվա ընթացքում տեսնում եք, նույնիսկ շաբաթվա գնումները անելուց հետո ինձ մոտ էլի ինչ-որ բաներ էր պակասում, որ ամեն խանութ մտնելուց 10-ից 20 եվրո հարկավոր է լինում, մոտավորապես շաբաթը 150 եվրո հաստատ կծախսենք, մեր ընտանիքը 3 հոգուց է բաղկացած, ամեն ամուսիններով և փոքրիկ տղա 6 տարեկան շուտով կլինի, մեծ չի այդպես ուզում եմ ասեմ մեր ընտանիքը, և հարկավոր կլինի որոշակի գումար ձեր հագուստի համար երևի, թե հագուստ հագնվելու համար, քանի որ եթե երեխա կա տանը բնականաբար հագուստը մի փոքր իր համար ավելի շատ են գնում, քան մեր մեծերի համար։ Մոտավորապես հագուստի համար էլ դե կախված թե ինչ հագուստ եք կգնեք, ես եկեք միջինով հաշվեմ ամբողջ ընտանիքի համար անհրաժեշտ բաները հաշվի առնելով, որ երեխաների համար մի փոքր ավելի շատ է սեզոնային է լինում, մի փոքր կուրտկաներ, կուրտկայա պետք տաք շորեր ամառային է էլի ոչինչ, եկեք հաշվենք 150-200 եվրո ամսական կծախսվի ընտանիքի հագուստի համար, դա ամենաքիչը։ Մյուս պարտադիր ծախսերի մեջ մտնում են բնականաբար ապահովագրությունները, դա մեքենայի ապահովագրությունն է, բժշկական ապահովագրությունը, տան ապահովագրությունը, մի խոսքով ապահովագրությունների փաթեթ կա, ճամփորդական ապահովագրություն, նայած ամեն մեկ ով ինչ ցանկանում է դա է ապահովագրում, մոտավորապես ամսական 100 եվրո էլ նկատի ունեցեք այդ ապահովագրության ծախսերը։ Ձեզ հարկավոր կլինի բնականաբար նաև մինիմում 200 եվրո ունենալ կողքի դրած անհրաժեշտության շատ արագ ոնց որ գումար, հարկ կլինի ամեն ամիս չնախատեսված ծախսերի համար, մենք միշտ նման բան ունենք, օրինակ ենթադրենք հիվանդացել եք, ճիշտ է ապահովագրությունը ունենք, հիմնական ծախսերը ապահովագրությունը փակում է, բայց օրինակ փոքր բաներ կան, որ էլի հարկավոր կլինի գնել կամ, չգիտեմ, չնախատեսված ծախսեր կարող է լինեն, որ չեք նախատեսել, բայց հարկավոր կլինի ձեզ։ Բնական ծախսերը սրանք են, բնականաբար եթե մեքենա ունեք, հարկավոր կլինի բենզինի ծախսը նախատեսել, մեքենայի համար այդ տարբեր ծախսեր նախատեսել։ Ամեն դեպքում սրանք հիմնական ծախսերն են, որ ձեզ հարկավոր կլինի, դե բնականաբար ամսվա մեջ ոնց էլ չլինի, ձեզ կցանկանաք տանից դուրս գալ, ինչ-որ մի տեղ գնալ, դրանք էլ կողմնակի ծախսեր են, որ նկատի հարկավոր է ունենալ։ Այս պահի դրությամբ սրանք միակ ծախսերն են, որի մասին ես մտածում եմ, բայց եթե մեր հայրենակիցներ ուրիշ ծախսեր էլ կան, մեկնաբանություններում կարող եք գրել, շատ օգնած կլինեք այն մարդկանց, ովքեր որ պատկերացում չունեն, թե որքան գումար է հարկավոր այստեղ ապրելու, այստեղ ասելով Բելգիայում ապրելու համար։ Դա շատ կարևոր կլինի, շատ լավ կլինի, շատ մեծ օգնություն կլինի մեր հայրենակիցներին։ Ես էլ ընթացքում եթե ինչ-որ մի բան հիշեմ, որ չեմ ասել այս պահի դրությամբ, մեկնաբանության դաշտում կգրեմ։ Դե ինչ լավ մնացեք, կհանդիպենք արդեն մեր հաջորդ վլոգում։ Bye bye։